Վերադառնանք այն հարցին ստատիստիկային, որ դուք ասացիք սովետական միության ժամանակ Հայաստանի նվիրատվությունը, կոպիտ ասած, ապրանքի ձևով, արտադրանքի ձևով սովետական միությանը մոտավորապես 12.5 միլիարդ էր, որի դիմաց ինքը ստանում էր 2.5 միլիարդ ապրելու համար։ Եվ Հայաստանը, փաստորեն 6 անգամ ավելի շատ տալիս է սովետական միությանը, քան հետ է ստանում, եւ Հայաստանը համալվում էր լավ ապրող երկիր։ Այսինքն Հայաստանի պոտենցիալ էներգիան 6 անգամ պոտենցիալ էներգիա սխալ բառ ասեցի։ Հայաստանի պոտենցիալը լավ ապրելու համար 6 անգամ ավելի շատ է, քան անհրաժեշտ է իրեն ապրելու համար դա սովետական չափանիշներով։ Ես ճիշտ եմ հասկացել ձեր։ Ճիշտ եք հասկացել, միայն մի բառ սկզբից ճիշտ չասեցիք, Հայաստանի նվիրատվությունը։ Նվիրում են նրանք, ովքեր ունեն։ Ուրեմն Հայաստանը այնքան հարուստ է հողը եւ ժողովուրդը, նրա միտքը, նրա ստեղծագործական ուժը, որ կարողացել է այդքան անգամ շատ ներդնել, քիչ ստանալ եւ լինել լավագույն հանրապետությունը դեռ 90-ական թվականներին։ Շատ լավ է նվիրատու, ես լավ է նվիրատվություն բառը համաձայն չեք, մնացածը փաստորեն լոգիկան, տրամաբանությունը եւ բալանսի իմաստով համաձայն եք։ Համաձայն եմ։ Որ ենթադրում եմ բան չի փոխվել, գուցե գիտական մասով է բան փոխվել, իսկ ինչպիսին է այսօր Հայաստանի պոտենցիալը։ Լավ է, դուք ասեք։ Որպեսզի ինքը ավելի մեծ է, քան եղել է։ Ավելի մեծ է, քան եղել է։ Ինչի շնորհիվ։ Հանքերի ուսումնասիրության աշճանն է բարձրացել։ Այո։ Նաև պահանջարկը։ Այո։ Արդյոք դա կախված է հազվագյուտ մետաղների պահանջարկի աճի աշխարհում, դրա հետ է կապված նաև։ Շատ ճիշտ է, դա նոր ուղղությունն է, որը 90-ական թվականներին ընդհանրապես ինֆորմացիա այդ մասին չկար, բայց պարզվում է այդ հազվագյուտ մետաղների եւ էլեմենտների գծով նույնպես Հայաստանը հայկական լեռնաշխարհն է կլանդάει։